Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր նոյեմբերի 28 Եհովան օրհնությունը կուղարկե քեզ քո շտեմարաններումը և քո ամեն ձեռնարկելու բաներումը Երկրորդ Օրինաց 28-րդ գլուխ 8-րդ խոսք Եթե մենք հնազանդվենք մեր Տեր Աստծուն, նա կօրհնի այն, ինչ տալիս է մեզ։ Հարստությունը անեծք չէ, երբ այն օրհնվում է Տիրոջ կողմից։ Երբ մարդիկ ունեն ավելին, քան անհրաժեշտ է իրենց հիմնական կարիքները բավարարելու համար և սկսում են այն կուտակել պահեստներում, կուտակմանը հաճախ հաջորդում է ագահության փտումը կամ անգութության ապականությունը, բայց Աստծո օրհնությամբ դա այդպես չէ։ Խոհեմությունը մեզ օգնում է խնայել, առատաձեռնությունը չափավորում է մեր ծախսերը, երախտագիտությունը պահպանում է նվիրվածությունը, իսկ երկրպագությունը ուրախությունն ավելի քաղցր է դարձնում։ Մեծ շնորհ է Աստծո օրհնությունն ունենալ մեր բոլոր ունեցվածքների վրա։ Ինչ շնորհ է մեզ տրվում այս խոսքում. Տերը կօրհնի քեզ քո ամեն ձեռնարկելու բաներումը։ Մենք չենք ձեռնարկի որևէ բան, որի համար չենք համարձակվի խնդրել Աստծո օրհնությունը և չենք գործի առանց աղոթքի և հավատքի, բայց ինչպիսի արտոնություն է կարողանալ Տիրոջ օգնությունը փնտրել յուրաքանչյուր ձեռնարկման մեջ։ Ոմանք խոսում են, որ կան հաջողակ մարդիկ, սակայն Տիրոջ օրհնությունն ավելի լավ է, քան հաջողակ լինելը։ Մեծ մարդկանց հովանավորությունը ոչինչ է Աստծո բարեհաճության համեմատ։ Ինքնավստահությունը միգուցե լավ է, բայց Տիրոջ օրհնություններն անսահմանորեն ավելի լավն են, քան տաղանդի, հանճարի կամ նրբանկատության բոլոր պտուղները։